2019, Silicon Mountains has grown from a summit into a national ideology, bridging advanced technologies with local industries, from Yerevan to Gyumri and now Lori. This year, we focus on AI and automation, smart digital infrastructure, cybersecurity, and data protection. Մենք խոսացինք կիբերանվտանգությունից, խոսացինք արհեստական բանականությունից, ինչից ասես չենք խոսում կրթությունից եւ այլն, մեր մոտ մի բան միշտ բաց է մնում։ Մենք չենք մտածում, որ այդ ամեն ինչի տակը կա շատ մեծ մի հատ շերտ թվային խելացի ենթակառուցվածքներ։ Եթե արհեստական բանականությունը մոդա եկել, ապա թվային ենթակառուցվածքները կոնկրետ հիմք ունեն տակը։ Եթե այս ենթակառուցվածքները չլինեն, չի լինի ոչ արհեստական բանականությունը, չի լինի ոչ տեխնոլոգիական կրթությունը, չի լինի ոչ մի զարգացում, ոչ մի թվայնացում մեր երկրում։ Պարոն Բալդիրյան, Հայաստանը ձգտում է դառնալ Կովկասյան տարածաշրջանի այսպես կոչված սիլիկոնյան լեռները, Silicon Mountains-ը։ Ձեր կարծիքով ինչ խոչընդոտներ մենք պիտի հաղթահարենք, որպեսզի հասնենք այդ նպատակին, ավելի շատ թե տաղանդներ ներգրավենք դրսից, թե ավելի շատ ներդրումներ ներգրավենք։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, բայց եթե կարելի է ես մի քիչ կվերաձևակերպեմ, քանի որ հիմա հնարավոր չի լինել տարածաշրջանի սիլիկոնյան հովիտը կամ բան։ Դու պետք է լինես կամ գլոբալ խաղացող, կամ չպետք է լինես։ Եթե հաշվենք, որ նայենք տեղեկատվական տեխնոլոգիաները այնպես են, որ նրանք գլոբալ են, ամբողջական են։ Եթե դու ստեղծում ես լավ պրոդուկտ, ինքը տարածում է գտնում ամբողջ աշխարհում։ Այսինքն մեր խնդիրը պետք է լինի գտնենք համաշխարհային շուկայում մեր տեղը եւ կարող ենք լինել տարածաշրջանային լիդեր արդեն արտահանման միգուցե առումով։ Այդ տեսանկյունից իհարկե շատ տեղին է հարցը, որ լինենք տարածաշրջանային լիդեր հենց տեղեկատվական տեխնոլոգիաների, պրոդուկտների արտահանման մասով եւ իհարկե կարծում եմ հենց այդպիսին էլ կանք այժմ, բայց մենք իհարկե ձգտում ենք ավելիին։ Ձեր կարծիքով մենք ինչ մրցակցային առավելություններ ունենք տարածաշրջանի այլ երկրների համեմատ, որոնք մեզ կարող են օգնել, այսպես ասած, տեխնոլոգիական հաբ դառնալու համար։ Ինչքան էլ տարօրինակ կարող հնչի, մեր առավելությունը, մրցակցային առավելությունը մեր բնական ռեսուրսներ չունենալու մեջ է։ Քանի որ երբ որ դու մի բան պակաս ունես, սկսում ես մտածել այդ բացի ինչով լրացնել եւ այստեղ հարց է առաջանում, իսկ ուղեղդ ինչպես օգտագործես, որը հանդիսանում է մարդկության ամենաերևի զարգացած գործիքը։ Եվ դա մեզ հնարավորություն է տալիս ավելի ակտիվ լինել այն բնագավառներում, որտեղ հենց մտածողության, ուղեղի աշխատանքի, այդ մարդու ներգրավվածության ռեսուրսների խնդիր կա։ Եվ այստեղ իհարկե ամենալավ տեղը տեխնոլոգիաներն են։ Դուք մոդերատոր եք թվային ենթակառուցվածքներին նվիրված պանելային քննարկմանը եւ կուզենայի իմանալ ինչ հետաքրքիր հարցեր են այնտեղ քննարկվում։ Այստեղ շատ կարևոր է առաջինը հասկանալ ենթակառուցվածքների դերը։ Որ մենք խոսում ենք արհեստական բանականությունից, մենք խոսում ենք խելացի քաղաքներից, մենք խոսում ենք տեխնոլոգիական երևույթներից, տնտեսության վերափոխումից եւ շատ ժամանակ մենք անտեսում ենք կամ չենք խոսում ենթակառուցվածքներից։ Իսկ այդ ամեն ինչի հիմքում հենց ենթակառուցվածքներն են կանգնած։ Եվ այստեղ պանելում շատ հետաքրքիր է, որ հենց խոսք գնաց ենթակառուցվածքներից, խելացի ենթակառուցվածքներից, որոնք նաև իհարկե աշխատում են արհեստական բանականություն կիրառելով, քանի որ նախկինում ենթակառուցվածքներ մենք հասկանում էինք կապը, կապը ինտերնետը, հիմա հասկանում ենք նույնը, բայց խելացին ինչով է տարբերվում, որ առաջ մենք հարմարվում էինք նրան ինչ ունենք, այն կապին ենթակառուցվածքներին ինչ ունենք, հիմա հարցը նրանում է, թե այդ ենթակառուցվածքները ինչքանով կհարմարվեն մեզ, այսինքն եթե մենք ունենք ենթակառուցվածք, ինքը պետք է տա այն սերվիսը, որը մեզ պետք է հենց այդ պահին։ Ինչ որ օրինակներ կարող ենք բերել, որ ավելի հասկանալի լինի։
Այսպես էլեմենտար օրինակ բերեմ, օրինակ ասենք ամպային տեխնոլոգիաները կամ ինտերնետ տեխնոլոգիաները։ Մենք հիմա ունենք ինչ-որ հաշվարկ կամ ռեսուրսների կարիք, որը ենթադրենք X միավոր է, բայց վաղը կարող ենք ունենալ 5X ռեսուրսի կարիք եւ մյուս օրը նույնիսկ նորից X ռեսուրսի կարիք։ Այդ ենթակառուցվածքը հենց պետք է այդ մեր պահանջին բավարարի, որ ցանկացած ժամանակ մեր պահանջը կարող է կտրուկ ավելանա, հետո պակասի, հետո փոփոխվի, այս ծառայություններից օգտվենք, որը այս ռեսուրսն է պահանջում, հաջորդ օրը այլ ծառայություններից, որը այլ ռեսուրս է պահանջում, եւ մենք այդ անցումը ոչ մի կերպ չպետք է զգանք, որ ենթակառուցվածքը փոխվեց մեր պահանջներին համապատասխան։ Մենք չպետք է գնանք օրինակ յուքոմի գրասենյակ նոր փաթեթ ձեռք բերենք, քանի որ այսօր ենք ուզում, վաղ ենք ուզում։ Ինքը պետք է հասկանա, որ մենք դա ենք ուզում եւ կատարի այն ինչ որ մենք ենք ուզում։ Դրա համար պատասխանատուները հենց ոլորտում աշխատող ընկերություններն են։ Այ այստեղ շատ հետաքրքիր է մոդելը փոխվել, քանի որ տեխնոլոգիաները այնքան են զարգացել, որ ոչ մի ընկերություն կամ ոչ մի երկիր չի կարող դա բավարարի, այդ պահանջները բավարարի։ Այստեղ բոլոր ոլորտներում, եթե նայենք, շատ կարևոր է դարձել պետություն մասնավոր համագործակցությունը։ Այսինքն պետությունը վերջի վերջո ավելի մեծ տեսադաշտ պետք է ունենա, վիժն պետք է ունենա, թե ինչ է պետք լինելու վաղը մյուս օրը 5 տարի հետո։ Մասնավորը պետք է իհարկե նաև իր բիզնես շահերով առաջնորդվի, բայց այստեղ մի բաց է մնում, երբ որ տեսադաշտը կա, վիժնը կա, բայց բիզնես քեյսը դեռ չկա։ Այս բացը հենց պետություն մասնավոր համագործակցությամբ պետք է լրացվի եւ դա շատ կարեւոր է։ Հակառակ դեպքում, եթե մենք սպասենք, որ գա այդ պահանջը նոր կատարենք, մենք ժամանակային առումով հետ ենք ընկնելու։ Իսկ եթե մենք այդ ամեն ինչը օգտագործում ենք եւ արհեստական բանականության բնագավառում, այսինքն հիմա մեր 1 րոպե ուշացումը դառնալու է 100 րոպե ուշացում, 1 տարի ուշացումը 100 տարի ուշացում, այսինքն շատ զգայուն է արդեն ժամանակի նկատմամբ եւ այստեղ միակ պետություն մասնավոր համագործակցությունը կարող է բերել ճիշտ արդյունքի։ Թվային ենթակառուցվածքների զարգացում ու երկրի մարզերի զարգացում, որն է այստեղ ավելի առաջնային եւ որն է մյուսի վրա ազդում ձեր կարծիքով։ Միջև հիմա ինչին ենք մենք սովոր եղել, որ թվային ենթակառուցվածքները ապրել են իրանց կյանքով, մարզերը իրանց կյանքով, եղել է հավի ու ձվի պատմությունը, չէ՞։ Մարզերը սպասել են, երբ իրանց մոտ ինտերնետ կլինի, ենթակառուցված կլինի, որ մի քիչ ավելի տեխնոլոգիական լինի գործունեությունը, բիզնեսը սպասել է, երբ այնտեղ կլինի բիզնես քեյս եւ երբ կլինի օգտագործում, որ իրանք ենթակառուցված կառուցեն։ Ու տենց ժամանակային առումով ձգվել է։ Հիմա այստեղ եթե մենք մարզերը փորձում ենք ակտիվացնել եւ մարզերը լինում են ավելի տեխնոլոգիական զարգացում, այսինքն այդ պահանջարկը արդեն սկսում է ձևավորվել մարզերում։ Ու եթե մենք նայենք մարզերի պոտենցիալը, որը շատ մեծ է Հայաստանում, օրինակ այսօրվա Silicon Mountains-ը Երևանում երբեք այսքան մասնակից չէր լինի, ինչքան այստեղ է ունակի համար։ Այսպես խանդավառությամբ մարդիկ այդ նյութերը չէին կլանի, ինչպես այստեղ է։ Դա նշանակում է, որ արդեն մեր մոտ սկսում են թելադրող հանդիսանալ մարզերը։ Եվ սա շատ լավ նշան է, շատ դրական նշան է։ Ու ամեն կերպ մենք պետք է նպաստենք, որ այս process-ը շատ ավելի արագ ու կայուն զարգանա։ Այսինքն սկզբում ամեն դեպքում պիտի լինի մարզերում հետաքրքրությունը դրա հանդեպ, պիտի լինի այդ պահանջարկը եւ հետո տեխնոլոգիաները պիտի գան մարզեր։ Կարծում եմ, գիտեք, առաջին հերթին պետք է լինի ակտիվ մարդը, ակտիվ քաղաքացին, որը ցանկանում է ինչ որ բան փոխել իր ընտանիքում, իր փողոցում, իր գյուղում, իր մարզում։ Միջև սա չլինի, իսկ սա պետք է գա նորից կրթությունից, նորից այդ ակտիվ քաղաքացի կարգավիճակից։ Շատ կարևոր է։ Քանի որ կրթությունից խոսեցիք, ձեր կազմակերպությունը ինչ հետաքրքիր ծրագրեր ունի ժամանակակից տեխնոլոգիաները ընդհանրապես եւ արհեստական բանականությունը մասնավորապես դեպի դպրոցներ բերելու հետ կապված։ Գիտեք, մենք կրթության բնագավառում
բավականին ակտիվ ենք հենց մեր առաջին իսկ օրից եւ դա մեր պրիորիտետներից մեկն է, բայց նաև շարունակում ենք զարգացնել, օրինակ վերջին այդ արհեստական բանականության դասընթացները դպրոցների համար, որը նաև հաստատվեց կրթության նախարարությունի կողմից, պիլոտային ծրագիր իրականացվեց եւ հիմա արդեն ակտիվ ներդրելու ենք դպրոցական ծրագրերում, բացի այդ համալսարանական ծրագրերը, տարբեր տեսակի նախաձեռնությունները հենց միտված են դրան, որպեսզի մենք կրթությունը դարձնենք ավելի մարդակենտրոն, ավելի գիտելիքահեն, որպեսզի ուսանողները, աշակերտները հետաքրքրություն տեսնեն այդ գիտելիքների մեջ, իրենց ապական տեսնեն տեխնոլոգիաներում։ Դպրոցական ծրագիր ասելով մենք հասկանում ենք STEP AI-ը։ Կար դպրոցական ծրագիր, որը արդեն երկար տարիներ են կանում, դա տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներն էր, հեռահաղորդակցություններ, միկրոէլեկտրոնիկաներ եւ հիմա դրան ավելացել է արհեստական բանականությունը, որի անուն դրել ենք STEP AI, այո։ Իսկ ընդհանրապես ինչքանով է կարևոր այս տեխնոլոգիաները եւ կոնկրետ արհեստական բանականության հետ աշխատելը սովորեցնել երեխաներին։ Եվ որ տարիքից է իրոք պետք նման բաներ սովորեցնել։ Եթե մենք երեխային չենք փորձում սովորեցնել ինքներս, մեկը երեխան սովորում է։ Երեխան շփվում է արդեն համարյա բոլորը սմարթֆոն ունեն կամ համակարգիչ ունեն, փողոցում են շփվում եւ այդ շփումը քաոսային է։ Այդ գիտելիքները երեխայի ստանալը քաոսային է։ Բացի այդ գիտելիքների մեջ շատ կարևոր է հենց ի սկզբանե պրոֆեսիոնալ գիծը դնել, քանի որ ամեն ինչ կարելի է օգտագործել տարբեր ուղղություններով, եւ լավ, եւ վատ։ Մենք սովորեցնում ենք ինչպես նույն արհեստական բանականությունը օգտագործելով կամ նույն արհեստական բանականություն ստեղծելով բարիք ստեղծել հասարակության համար երեխային, եւ այդ առումով երեխան որքան շուտ սկսի տեխնոլոգիաներ սովորելը, այնքան լավ։ Եվ այստեղ ես չեմ ուզում հակադրել այդ մարդկային շփումները արհեստական բանականության կամ տեխնոլոգիաների հետ, բայց այդ ամեն ինչը կարևոր են։ Եվ ֆիզիկական ակտիվությունը, եւ տեխնոլոգիական գիտելիքները, եւ ստեղծագործական գիտելիքները։ Կա ինչ-որ տեխնոլոգիա, որը ձեր կարծիքով եթե ներդրվեր մեր մարզերում, կարող էր կտրականապես փոխել իրավիճակը։ Այդտեղ տեխնոլոգիա դժվար է տենց ասել, բայց հնարավորինս պետք է փոխել այդ կրթվելու, աշխատելու կուլտուրան, մշակույթը։ Այդ մշակույթը մի քանի տեղից է գալիս է ընտանիքից, դպրոցից, շրջապատից, այսինքն մենք բազմավեկտոր փոփոխությունների կարիք ունենք։ Միայն մի բան փոխելով ոչ մի բան չի փոխվի։ Իհարկե դա երկար process է, բայց ինչքան շուտ սկսենք, այնքան շուտ կավարտենք։ Եվ դա շարունակական process է։ Մենք չենք կարող ասել 5 տարից հետո կունենանք սա, 5 տարուց հետո մենք կունենանք նոր մարտահրավերներ, որի հետևից պետք է գնանք։ Բայց առաջիկա 5 տարում գոնե աչքի ընկնող, այսպես երևացող գոնե քայլերը պետք է կատարած լինենք։ Բայց այսօր կոնկրետ ինչ քայլեր ձեր կարծիքով պիտի կատարենք, որ մարզերում ավելի լավ զարգացում լինի ու որ երիտասարդների ներուժը կարողանանք օգտագործել։ Նորից հետ են գալիս մեր պանելային քննարկման թեմաներին, թվային ենթակառուցվածքները, առանց որոնց ինչ ուզում եք արեք, ոչինչ առաջ չի գնա։ Եթե ենթակառուցվածք չկա, որը հիմքերի հիմքն է, ոչ արհեստական բանականություն կարող են կիրառել, ոչ կրթության ժամանակակից գործիքներ կարող են կիրառել եւ ոչ էլ նույնիսկ պետական կառավարման էֆեկտիվ մոդելներ։ Հիմա մենք խոսում ենք նաեւ այդ կառավարման ոչ միայն պետական, այլ մասնավոր կազմակերպությունում կառավարման ոչ բավարար մակարդակից։ Դրա միակ լուծումը տեխնոլոգիաներն են։ Ձեր կարծիքով Silicon Mountains-ը լոռիում անցկացնելը այդ վեկտորներից որի վրա ազդեցություն կունենա։ Ես ասացի, որ մարզերում մենք ունենք պոտենցիալ, մեծ պոտենցիալ։ Եթե օրինակ մարզի ներկայացուցիչներից վստահ եմ, այստեղ շատերը կան, այդ ինֆորմացիան ընդունեն եւ դրանց մի մասը որոշի, որ տեխնոլոգիաները իր ապագան են,
եւ ոչ թե միայն տեխնոլոգիաներով զբաղվելով, այլ նաեւ տեխնոլոգիաները օգտագործելով։ Ու պատկերացրեք գյուղատնտեսությունը կամ տնտեսությունը ինչքան կաճի, եթե մենք տեխնոլոգիաները կիրառենք գյուղատնտեսությունում կամ տնտեսությունում։ Մենք հիմա ասում ենք Հայաստանը ունի 3 միլիոն բնակիչ, չէ՞։ Եթե սկսում ենք արհեստական բանականություն կիրառել ու այդ ամեն մի քաղաքացին կատարում է 10 անգամ ավելի շատ աշխատանք կամ կառավարում է մի երևույթով, որի արտադրողականությունը 10 անգամ շատ է։ Ստացվում է, որ մենք ունենք 30 միլիոն բնակիչ մեր հնայի առումով, այսինքն արտադրողականությունը հնան բազմապատկելու առումով դա շատ կարևոր է։ Դրա համար մենք նաև մարզերում ենք անում, որ այն մարդիկ, որոնք աշխատում են մարզերում, բիզնես են անում, գյուղատնտեսության են զբաղվում, իրանց առօրյական կյանքում օգտագործեն տեխնոլոգիաները։ Իսկ նրանցից 10%-ը իհարկե ցանկություն կունենա հենց զբաղվելու այդ տեխնոլոգիաներով։ Շնորհակալություն պարոն Բալդուրյան այս զրույցի համար։